Պարոն Գաբրելյան, շատ լավ է, որ նաև խոստովանում եք, որ շփումներ ունեք նախկինների հետ, նախկին պաշտոնյաների հետ։ Ձեր գործընկերներից մեկը առնվազն ձեր հետ շփում եմ։ Հարց էր բարձրացել արժեհամակարգի մասով, հուսով եմ արժեհամակարգի մասով ձեր հարց էր բարձրացրել նախկինների հետ շփման ու արժեհամակարգի մասով, հուսով եմ արժեհամակարգի մասով ձեր գործընկերների հետ որևէ տարաձայնություններ այս մասով չկան։ Ինչը վերաբերվում է խնդրին, դպրոցներ են փակվում Հայաստանի Հանրապետությունում, 229 դպրոց փակվում է։ Մեր քարոզարշավի ընթացքում էլ մենք բազմաթիվ անգամներ մարդկանց կողմից բարձրացվել են հարցեր, որ դպրոցը մի փակեք գյուղի, որովհետև լավ գիտենք, այդ դպրոցների փակման պարագայում ինչպես գյուղերը կդատարկվեն ու հատկապես սահմանամերձ գյուղերը ինչ խնդրի առաջ կարող են կանգնել։ Դատարկվել գյուղերը, դա կբերի արդեն ազգային անվտանգության հարցի էլ նույնպես։ Ես ձեզ ուղիղ հարց եմ ուզում տալ, պատրաստ եք արդյոք սառեցնել այս գործողությունները, այս որոշումը, պատրաստ եք կանգնեցնել Հայաստանի Հանրապետությունում 229 դպրոցների փակման այս ծրագիրը, որը դուք անվանում եք դպրոցների օպտիմալացում կամ դպրոցների խոշորացում։ Պարոն Գևորգյան, խնդրեմ արձագանքի ժամանակ հղում անել ուժի մեջ մտած, որ նորմատիվ իրավական ակտով սահմանված 229 դպրոց փակվել է, որ փորձեմ այնպես պատասխանել, որ չստացվի, որ հեգնում կամ վիրավորում եմ ձեզ, էլի։ Ես չեմ տեսել այդ փաստաթուղթը, կարող է դուք էլի տենց երևակայական որևէ բան եք ստեղծել, հորինել, որ վայսա փակվում է, ցույց կտա կամ մատնանշեք այդ որ իրավական ակտով է 229 պողակ լուծարվում, էլի, խնդրում եմ ասել։ Ենթադրում եմ, դուք նկատի ունեք 2023 թվականի սեպտեմբերի 11-ի 17:90 հրամանը, բայց խնդրում եմ այդ հրամանի եւ վերնագիրը կարդացեք եւ մի հատ ամբողջությամբ կարդացեք, էլի։ Ինչ վերաբերում է այստեղ է գաղափարական, կարող են երկրորդ կտորով ունենք տարբերություն, որովհետեւ դուք դպրոցը ընկալում եք որպես սոցիալական մի հատ հարթակ, որտեղ մարդ պետքա գործ ունենա ու չարտագաղթի։ Ես կարծում եմ հակառակը, որ մեր շատ ու շատ սահմանամերձ համայնքի մարդիկ, ապրողներ արտագաղթել են կամ տեղափոխվել են այլ համայնք, բացառապես հենց նրա համար, որ այդտեղ ֆորմալ առումով կա դպրոց, բայց դա դպրոց անվանել է, էլի կլինի ինքնախաբեություն, որովհետև կնայեք 15-20 հոգի աշակերտ ունեցող դպրոցը, որտեղ մի դասարան նստում է 3-րդ դասարանցին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, դա անվանել դասաժամ, կնշանակի, որ մենք խաբում ենք իրար։ Դա կրթություն չի, որտեղ կրթությունը մենակ այդ շենքը չի, մենակ այն ուսուցիչը չի, որ գալիս է այդտեղ նստում է։ Նաև միջավայրն է, չէ՞, հասկանում եք, դասամիջոցներին իրար հետ կռվելն է, չգիտեմ, սիրահարվելն է։ Ընկերոջ ինչքան շատ ընկեր ունենալ, հետագայում այդ կապերը օգտագործելն է։ Աշխարհում այսօր ամենաթանկ բանը կապերն է, գիտելիքից հետո երբ։ Բայց այդ նույն որոշման մեջ կամ այդ որոշումից տրամաբանվող այլ որոշման մեջ մենք նշել ենք, որ եթե լինեն այնպիսի բնակավայրեր, որոնք չունենան տվյալ բնակավայրում օրինակ դպրոց, մի աշակերտի, թե որոշումը մտածաուժի մեջ, մի աշակերտի հաշվարկով ամեն օր ծնողը ստանալու է 2000 դրամ փոխհատուցում, որպեսզի իր երեխային տեղափոխի։ Պայման 1 կամ էլեկտրական ավտոբուսներ են գնելու։ Կառավարության որոշումով նաև սահմանված է, որ նորակառույց դպրոցները, որտեղ շատեր չէ խոսվում ցեխոտ ճանապարհներ, բոլոր նորակառույց դեպի տանող դպրոցները հիմնանորոգվելու են այդ ճանապարհները, ինչքան տեղյակ եմ մրցույթը արդեն կայացել է, էլեկտրական ավտոբուսները գալու են, բայց այն բոլոր դեպքերում, երբ որ չլինի, 3 աշակերտ ունի ընտանիքը, ամեն օր 6000 դրամ այդ ընտանիքը փող է ստանալու, որպեսզի ապահովի իր երեխայի, ասում են կողքի գյուղ, այստեղ մարդ կա, շատ քչերը կնան, չէ՞, որ իր երեխան գնում է, ասենք 500 մետր հեռավորության վրա դպրոց։ Ես օրինակ գիտեմ մի քանիսին, բայց քանի որ այդ անձնական դաշտը չեմ ուզում մտնեմ։ Վստահաբար ձեզ կարող եմ ասել, մեզանից շատերը իրանց երեխային առավոտը դպրոց տանելու համար շատ ավելի շատ ժամանակ ենք ծախսում, քան օրինակ ձեր ասած մի գյուղից մի գյուղ։ Ձեր գյուղը որտեղ որ դուք եք կողքի գյուղ տանելու համար մի 7-ից 8 րոպե, չէ՞։ Արձագանք եք ասում։ Արձագանք։ Նախ ձեր առած ձևակերպումը, որ ձեզ համար դպրոցը կրթվելու վայր է։ Ու յուրաքանչյուր գյուղում ապրող աշակերտ ցանկանում է կրթություն ստանալ իր դպրոցում, իր գյուղում։
Դուք հոգեբանական պատկերացնում եք այդ աշակերտների վիճակը, երբ որ իրենց դպրոցը թողնելու են, գնան ուրիշ գյուղում դպրոց, ինչքան էլ դա սիրուն սարքած լինի։ Դա իր գյուղի դպրոցը կրթություն ստան, չենք ասում սոցիալական մնացած բաներ։ Արգելի գործընկերներ, լռեք։ Բայց դպրոցը կրթություն ստանալու տեղ է։ Խնդրում եմ սա ֆիքսենք, որ չասեք ձեզ համար դա ինչ որ սոցիալական հարցեր լուծելու։ Այո, դա էլ է, որովհետև մենք ունենում ենք մարդիկ, աշխատատեղեր, գյուղում աշխատատեղ է դա, որ ստիպում է մարդկանց մնալ գյուղում եւ չլքել գյուղը։ Այս դեպքում գյուղը դատարկվելու է։ Ոչ միայն աշխատատեղերով, այլ նաև ոչ թե կողքի գյուղ են տանելու, այլ տանելու են մոտակա քաղաք, տանելու են Երևան, ու այստեղ արդեն հակադրություն առաջանալու։ Պարոն Գևորգյան։ Մի վարքյան, պարոն Գաբրելյան։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռեք։ Խնդրեմ, պարոն։ Հաստենք, որ չասեցիք այդ որ իրավական ակտով է գրված, որ 229 դպրոց փակվում է, եւ կխնդրեմ մյուս անգամ այդ ձևակերպումը տալուց գոնե մի հատ կարդացեք ինչի մասին է այդ որոշումը եւ եթե հետո էլի հարցեր կտակ, դիմեք պարոն Դավիթ Ղազենյանին, որտեղ ինքն էր ասում, չէ՞ որ մի անգամ ասում ես հետո էլի գալիս են, չես հասկանում ինչի։ Հա։ Ինչ վերաբերում է կրթությանը, դուք ձեր կրթությունը ձեր գյուղում եք ստացել, հա, ուզում եք ասեք։ Համալսարանը ձեր դպրոց, ձեր գյուղում եք ավարտել։ Մի արձագանք եք խնդրում։ Պարոն Գևորգյան, մի արձագանք եք դերից։ Հա, հարց պատալի, տենց։ Խնդիրը ուզում եմ հասկանալ։ Ես ուզում եմ, որ ձեր գյուղի երեխաները լավ կրթություն ստանան։ Լավ։ Դա կլինի ձեր կողքի գյուղում, թե հենց ձեր գյուղում կկառուցենք այդ կրթահամալիրը, մյուս գյուղերի բոլոր երեխաներին կապահովենք ժամանակակից պայմաններ, որ իրանք գնան, այսինքն այդ ծնողը, որ ամեն առավոտ կարտնանա եւ խնդիր չունենա ոնց է իր երեխան գնալու դպրոց, այլ մտածելու է իր գործի մասին, դա շատ ավելի օգտակար է, քան օրինակ մտածել, որ վայ, չէ, հենց այս գյուղում պետքա լինի։ Ձեր գյուղում եղա, չէ, դպրոց եւ կա։ Արտագաղթ չեք ունեցել 20 տարիների ընթացքում, լավ ում ենք խափում։ Համարտագաղթ եք ունեցել, համ էլ այդ երեխեքը վատ կրթություն են ստացել։ Հիմա դուք ուզում եք, որ մենք համ այդ արտագաղթը պահենք, համ էլ վատ կրթություն տանք։ Գաբրելյան։ Շնորհակալ եմ, ներողություն։